Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն է եւ իմ հյուրն այսօր Արմեն Գալստյանն է։ Արմեն, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Արմեն, դպրոցական տարիներին ինչ առարկաներով եք հետաքրքրված եւ ինչ մասնագիտություն եք ուզում ընտրել ձեր ապագա կարիերայի համար։ Իրականում մեր ընտանիքը բնագիտական է, հայրս կենսաբան է, հայրս ֆիզիկոս, եւ մեր մոտ տանը հորքուրս քիմիկոս էր, այսինքն բնագիտական ոլորտները, ինժեներիան եւ այլն շատ միշտ եղել է մեր շրջապատում եւ կաթի հետ սերմանն էլ է բնագիտության նկատմամբ սերը եւ ես հիշում եմ որ մեծ եղբորս ծնողներս նվիրել էին հավաքածու քիմիական յունի քիմիկ էր կոչվում մեջ փորձանոթներ, քիմիական նյութեր եւ այլն մեծ եղբայրս արդեն իր տարիքներ երբ որ փորձեր անելու կանում էր ես կողքից փոքր եղբորս հետևում էինք թե ինքը ինչ է անում Ձեզ թողնում էր դուք էլ մասնակցեք այդ փորձերը։ Չէ, մենք ես թաքուն էի իրականացում նմատի փորձեր։ Այսինքն գնում եք եղբոր այդ փորձանոթները վերցնում եք։ Վերցնում էի, հա, դե մեր հասանելի տիրույթում էր իրականում։ Բռնվել եք։ Չէ, այդ բռնվելու խնդիր չկար այդտեղ։ Իրականում նենց չէր, որ դա արգելված ինչ որ գործառույթ էր, որովհետև հասանելի էր եւ տենց նորմալ էր։ Ինչպես նաև հայերս ուներ ֆոտոլաբորատորիա այն ժամանակ տանը բաղնիքը սարքում էինք ֆոտոլաբորատորիա նկարները սև-սպիտակ հայտածելու համար, այսպես, այսինքն բոլոր գործառույթները նկարահանումից հետո ժապավենը պետք է քիմիական որոշակի գործընթացներ իրականացնես, որ հետո չորացնես եւ այլն բաղնիքում կախում էինք, հետո լույսավորում, այդ մոգությունն է իրականում քիմիայի երևի փոքրուց սերմանվել է, չհասկանալը որ դա քիմիա է։ Ես արդեն վաղ, արդեն հասուն հասակում հասկացա քիմիան ինչ է։ Այսինքն հենց փոքրուց ուզում եք քիմիկոս դառնալ։ Չէ, ես խոհարար էի ուզում դառնալ, որը շատ մոտիկ է քիմիկոսին, որովհետև ես շատ էի սիրում խառնել ամեն ինչ իրար հետ։ Դրա համար երևի հենց ուղին տենց էլ գնաց, սկզբից ուզում էի խոհարար դառնալ եւ խոհարար դառնալու համար Հայաստան չկար այն ժամանակ բարձրագույն կրթության եւ հիմա էլ չկա։ Ծնողներս ասացին միակ տեղը Խարկովն է, դե չենք կարող քեզ ուղարկել Խարկով։ Մտածիր այլ ինչ մասնագիտություն կուզենաս, բայց բարձրագույն պետք է լինի, դե սկսեցի պարապել, մտածելով որ ագրարային համալսարանի ինչ որ տենց ճյուղերից մեկը գնամ, բայց քիմիա սկսեցի պարապել։ Մտածում եք երևի սննդագիտությանը վերաբերող ինչ-որ սննդագիտության ոլորտում, ասենք, հացաբուլկեղենի արտադրություն կամ մսամթերքի, բայց հետագայում պարապելու ընթացքում հասկացա, որ քիմիան իմս է եւ ես ուզում եմ դառնամ հենց քիմիկոս, որովհետեւ ինքը շատ նման էր իրականում, այդ ավելի խորքային էր այդ ամեն ինչը բացահայտում։ Իրականում որ մենք խոհանոցում ճաշարեփում ենք, չենք մտածում իրականում ինչ process-ներ են այնտեղ գնում եւ նույնիսկ այդ ջեռուցման տեսանկյունից որ գազ է կայրում եւ այլն, այդ սա քիմիա է կամ երբ որ միսը տապակում եք, այնտեղ էլ քիմիական բազմաթիվ ռեակցիաներ են գնում եւ այդ բանը հենց ինձ գրավեց եւ ես պարապելու ընթացքում քիմիան արդեն ընկալել էի որ դառնալու էի քիմիկոս այնուհետեւ մտածում էի թե քիմիայի որ ճյուղը պետք է գնամ հենց որպես դիմորդ այդ ժամանակ արդեն պարապելու ժամանակ հասկացա որ օրգանիկ քիմիկոս եմ ուզում դառնալ ուսանող ժամանակի ընթացքում մտքափոխ եղել եմ միջև անալիտիկ քիմիկոս էի ուզում դառնալ հետո չէ որոշեցի որ ես երբ որ նորից եկավ օրգանական քիմիայի դասընթացը, այդ ժամանակ արդեն հասկացա, չէ, ես օրգանական քիմիայի մասնագետ եմ։ Չնայած տարբեր ոլորտներում ինձ փորձել եմ, բայց ամենահոգեհարազատ է, այսինքն այն ոլորտը, որտեղ ես ինձ ոնց որ ձուկը ծովում է զգում, այդ ոլորտը իմ համար դա օրգանական քիմիան է։ Երբ սովորում էիք բակալավրիատում, երբևէ ունեցել եք մտքեր, որ ամեն դեպքում ուզում եք խոհարարություններ փորձել, թե ձեզ համար շատ հստակ էր, որ ճիշտ տեղում եք հայտնվել ու ճիշտ բան եք սովորում։ Խոհարարությունը իմ մոտ հոբի է իրականում, նես չի որ իրանց sense թողել եմ կողքի,
խոհարարությունը արդեն տեսանկյունն է փոխվել, արդեն մասնագիտական է դարել։ Այսինքն էլի հոբի է, բայց իրան մոտենում եմ ոչ թե սովորական սպառողի տեսանկյունից, այլ գիտականորեն եմ մոտենում, այսինքն ինչի հետ պետք է խառնել, որպեսզի քո ուզած համը ստանաս։ Իսկ բաղադրատոմսեր լինում է, որ հորինեք։ Միշտ ես շատ հաճախ չեմ սիրում բաղադրատոմսով պատրաստել, այսինքն հիմնականում ֆանտազիա է, ոնց որ ասենք երաժշտություն հորինելու տեսանկյունից, այսինքն եղած բաղադրասարան բացում ես, տեսնում ես ինչ կա, ինչ կարելի է դրանից պատրաստել ու ըստ դրա շարժվում ենք։ Միշտ իմպրովիզ եք անում, թե ինչ-որ բաղադրատոմսեր ունեք, որ գիտեք, որ դա ձեր այսպես առանցքային բաղադրատոմսն է, որ կարևոր հյուրեր եք ունենում, դրանից եք պատրաստում։ Հիմնական կառուցված կա, բայց միշտ մեկը մյուսի նման չի կարող լինել։ Ոնց որ երկու կաթիլները իրար նման չեն, նույն ձևել ամեն անգամ պատրաստելուց հաստատ ինչ որ մի բան փոխվում է, որովհետև կարող է ինչ որ մի բան պակասա, կամ ինչ որ մի բան ավել, կամ էլ սննդամթերքի տեսանկյունից էլ որ վերցնես, իրականում չես կարող ասել նույն ծառից քաղած երկու պտուղ չի կարող նույն համը ունենալ, դրա հետ կապված հետևաբար պետք է աշխատես հասկանաս համը ընթացքում փոխելու համար։ Վերադառնանք էլի քիմիայի ֆակուլտետ, որտեղ սովորում եք, եւ հասկացաք, որ ձեզ օրգանական քիմիան է հետաքրքրում, հետաքրքրությունը առաջացավ, որովհետեւ հետաքրքիր մասնագետներ կային, որովհետեւ դասերն էին հետաքրքիր, որովհետեւ դրա հետ կապված փորձերն ավելի էին ձեզ հետաքրքրում, ինչներ որ ձեր մոտ հենց օրգանական քիմիայի հանդեպ հետաքրքրություն առաջացրեց։ Օրգանական քիմիայի հանդեպ սերս իրականում առաջացրեց իմ այն ժամանակվա ղեկավար պրոֆեսոր Մեսրոպյանը, Էվելինա Մեսրոպյանը, ուսման ժամանակ լաբորատոր դասընթացներում նկատեց, որ ես փորձերին շատ ուշադիր եմ, ինքը հրավիրեց իր մոտ, որպես ավարտական աշխատանք իր մոտ իրականացնեմ, եւ ես խորասուզվեցի այդ տիրույթ, որովհետեւ հասկացա իմ հոգի հարազատ տիրույթ էր, այսինքն ես կարող եմ այնտեղ ստեղծագործել, հասկանալ ինչն է խնդիրը եւ ինչ լուծումներ կարող եմ տալ։ Այսինքն դա եղավ մեկտեղ էլի, այսինքն համ ղեկավարը աջակցեց դրան, համ էլ ես գտա ինձ դրա մեջ։ Ձեր ղեկավարը ձեզ նկատեց, հրավիրեց հետազոտություններ իրականացնելու, հիշում եք առաջին նախագիծը կամ առաջին հետազոտությունը, որ ձեզ վստահեց կամ ասեց այսինչ հետազոտության մեջ հանձնարարում եմ, այսինչ փորձ է անել ու օգնել։ Իրականում այնց առաջի օրվանից էլ տենց էլ եղել է, ունեի ենթաղեկավար Համբարձումյան Գայանեն, որ ինձ հենց առաջի փուլի այդ փորձանոթների, սարքերի հետ աշխատանքի նյութերի աշխատանքի հմտություններ սովորացրեց, բայց ընդհանրապես այդ տիրույթներ, այնուհետև ամբողջ նախագծերը, որոնք իրականացում էին, հենց ես էի իրականացնում, հետո արդեն բակալավրը ավարտելուց հետո մագիստրատուրայում արդեն սեփական մտքերով կիսվում էինք եւ ես իմ առաջարկած նախագծերն էի իրականացնում արդեն լաբորատորիայում։ Եվ երբ որ գնում էիք մագիստրատուրա, արդեն ձեզ համար հստակ էր, որ դուք գիտության մեջ պիտի մնաք, այնքան էր ձեզ հետաքրքրել, որ արդեն այդ որոշումը կայացրել եք։ Այո, միանշանակ, իրականում, երբ որ ես ուսանող էի, ես ասում էի դասախոս չեմ ուզում լինեմ, ուզում եմ լինեմ այն մարդը, ով կարող է փորձ իրականացնել, այսինքն ես լաբորատորիայի մարդ եմ, էլի, այսինքն դասական խալաթով փորձանոցներով սաղ օրը լաբորատորիայում փորձ անեմ, դե իհարկե այս պահի դրությամբ տենց չի կարող լինել, արդեն երբ որ հասունանում ես, հասկանում ես, որ էտապներ կան, որ ամեն մի էտապում դու պետք է որոշակի գործառույթներ իրականացնես, ճիշտ է, էլի մեկ-մեկ ճողոպրում եմ լաբորատորիա եւ գործեր իրականացնում եմ, բայց արդեն իմ թիմն է աշխատում հիմնականում լաբորատորիայում, ես ավելի շատ ղեկավար գործընթացներում եմ մասնակցում, պրոյեկտների մշակման, ֆոնդահայտարարման եւ որոշակի այնուհետև այդ ստացած գիտական գիտելիքի ամփոփման հետ կապված։ Երևի շատ կարևոր է մեզ լսողների համար էլ նշել, որ սկզբնական շրջանում կարիերայի փորձարարական ուղղություններով զբաղվող գիտնականները փորձերի մեջ են, լաբորատորիայում են, բայց երբ որ սկսում եք արդեն թիմ ղեկավարել, պատասխանատվություններ են գալիս, որոնք երևի պետք է ստանձնել ու այդ փորձարարական մասը, լաբորատոր մասը գնալով ավելի պակասում է։
Այո, միանշանակ դա հենց այդ պատասխանատվության զգացումն է, որ քո թիմը որ պետք է աշխատի, դու իրանց համար պետք է միջավայր ստեղծես եւ համապատասխան այդ միջավայրին անհրաժեշտ է ֆինանսավորում, ռեսուրսներ, ծանոթություններ, որոնք աշխատում ես իրականացնել, ճիշտ է, հմտություններ կան, որոնք փոխանցվում են որոշակի ձևով, այսինքն ես էլ եմ լաբորատորիա գնում ցույց տալիս այն հմտությունները, որոնք իրանք դեռ չեն յուրացրել, բայց անկախ ամեն ինչի կամ ինչ որ դժվար գործ է, որը շատ վտանգավոր կամ ինչ որ նյութերի հետ, որոնք իրանք չեն տիրապետում, բայց հիմնական փորձարարական գործընթացի իրանց վրա է, իմ պատասխանատվության տիրույթը այլ է։ Հիմա թիմ եք ղեկավարում, սկսեցիք ձեր ղեկավարի լաբորատորիայում, գուցե պատմեք այդ ձեր ճանապարհի մասին Երևանի Պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում, ինչ ճանապարհ անցաք, որ պահին հասկացաք, որ արդեն կարող եք ձեր գիտական խումբը ստեղծել, երբ ստեղծեցիք եւ ովքեր են ներգրավված ձեր թիմում։ Իրականում ես ավարտելուց հետո ասպիրանտուրաս 2007 թվականին եւս 3 տարի շարունակ պրոֆեսոր Մեսրոպյանի խմբում աշխատում էի, արդեն հասունացել էր այն պահը եւ միջավայր ստեղծվեց դրամաշնորհեր գրելու երիտասարդների, այն ժամանակ NF-SAT տենց միջազգային դրամաշնորհներ, միջազգային հայկական եւ միջազգային ֆոնդերի համատեղ ուժերով հայտարարված դրամաշնորհեր երիտասարդների աջակցության համար եւ 2008 թիվն էր դա 2008 թվին ես դիմեցի այդ ֆոնդին այն ժամանակ երկու հոգանոց թիմ ձևավորվեց իմ մոտ ես եւ իմ դիպլոմնիկա ավարտական աշխատանք իրականացնող ուսանողը դիմեցինք այդ ֆոնդին եւ մենք շահեցինք եւ եւս 2 տարի շարունակ մենք այդ գիտական դրամաշնորհներ էինք իրականացնում դա առաջի փորձն էր խմբի ղեկավարման ճիշտ է իմ ղեկավարի հետ ես ենթախմբեր ունեցել եմ ղեկավարելու ավարտական աշխատանքների մագիստրոսական թեզերի բայց սա լրիվ ինքնուրույն աշխատանք էր եւ այդտեղից սկսեց խմբի ղեկավարման գործընթացը այնուհետև ես միավորվեցի պրոֆեսոր Ղոչիկյանի թիմի հետ եւ երկար տարիներ աշխատում էի պրոֆեսոր Ղոչիկյանի հետ եւ վերջի երևի 4 տարի առաջ եւս մեկ լաբորատորիայի ստեղծման դրամաշնորհ եղավ, որի ժամանակ ես իմ խումբը ստեղծեցի արդեն որպես իրավաբանական sense խումբ, որտեղ ընդգրկված են մեր քիմիայի ֆակուլտետի ինչպես ուսանողներ, այնպես էլ շրջանավարտներ։ Քանի հոգի։ Այս պահին մենք թիմով 5-ն ենք, բայց ունենք զարգացման հնարավորություն մյուս տարի եւս 2 հոգի էլ պետք է ընդգրկենք, որպեսզի թիմը ավելի հզորանա։ Ասեմ, որ այս վերջի տարիներին պետության կողմից տարբեր տեսակի ֆինանսավորումների եւ ծրագրերի շնորհիվ հնարավոր է լինում գիտությունը զարգացնել, ինչպես սարքային ռեսուրսների, նյութական ռեսուրսների հաշվին։ Օրինակ, մեր քիմիայի ֆակուլտետը մոտ 1 միլիարդ դրամի սարքավորում է ձեռք բերել, ել չասած, քանի հատ դրամաշնորհ ունենք, որին գիտնականներին տրվում է աշխատավարձներ, ճանապարհածախս տարբեր գործուղումների համար, այսինքն այս վերջի տարիներին շատ բուռն զարգացում է ապրում գիտությունը։ Ճիշտ ժամանակն է արդեն հասկանալու, թե օրգանական քիմիայում որոնք են ձեր եւ ձեր թիմի հետազոտական նեղ հետաքրքրությունները, եթե չեմ սխալվում, կենսաբանորեն ակտիվ նյութերի եւ դրանց սինթեզի ուղղությամբ եք հետազոտություններ իրականացնում, փորձենք հարամաչելի բացատրել, թե ինչեր են այդ նյութերը եւ դրանց սինթեզի մասով ինչ հետազոտություններ եք անում։ Իրականում կենսաբանորեն ակտիվ նյութեր ասելով հասկանում ենք իրականում հիմնական թիրախը դա դեղն է, դեղորայքը, այսպես ասած, որտեղ կան ակտիվ նյութեր, որոնք ազդում են այս կամ այն հիվանդությունների բուժման համար։ Այսինքն նյութեր, որոնք ակտիվ են ու պոտենցիալ ունեն դեղամիջոց դառնալու, այո։ Իրականում ֆունդամենտալ է մեր հետազոտությունները, մինչև արտադրություն անցնելը պետք է լինես բայերի նման օրինակ գիգանտ, որպեսզի քո սինթեզած միացությունը հասնի դեղատուն,
Հուսանք այդ մակարդակի կարող ենք հասնել մի օր, բայց դեռևս հլա չէ։ Հիմա ֆունդամենտալ գիտություն ենք ստեղծում, այսինքն նյութերի բազաներ ենք ստեղծում, նոր նյութեր, նոր կառուցվածքներ, որոնք կարող են ունենալ նմանատիպ ինչ-որ հատկություններ թիրախային, օրինակ սրտանոթային համակարգի, օրինակ չարորակ գոյացությունների բուժման համար, իրականում համագործակցում ենք տարբեր գործընկերների հետ, որոնք նաև կենսաբանական ակտիվությունն են դրանց ուսումնասիրում։ Հայաստանի ներսում։ Հայաստանի ներսում էլ, դրսում էլ։ Իրականում գիտությունը չի սահմանափակվում պետության սահմաններով, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ գիտությունը ազգային չի կարող լինել, իրականում գիտությունը համաշխարհային ձեռքբերումներն են։ Եվ մենք ամեն ինչ օգտագործում ենք ինչպես մեր պետության ներսում ձեռք բերված գիտական գիտելիքից, այնպես էլ դրսում ձեռք բերված գիտելիքներից։ Դրա համար շատ կարևոր է, որ գիտությունը բաց լինի։ Ինչու է գիտությունը էքսպոնենցիալ ձևով աճում, որովհետև գիտությունը բաց է եւ ամեն մի գիտնական, որ ինչ որ մի արդյունք հրապարակում է, արդեն հասանելի է բոլոր գիտնականներին եւ այդ արդյունքները կարող ենք օգտագործել։ Իսկ նեղ ուղղությամբ ասեմ նաև, որ մենք իրականում հիմա արդեն ուղղվածությունը մի քիչ այլ է։ Հենց կոնկրետ ճիշտ է, հիմնական ուղղվածությունը եղել է մինչ այս կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզ։ Բայց մեր հիմա հիմիկվան նպատակն է ստեղծել գործիքներ, մեթոդներ, նմանատիպ ցանկացած կապ տեսակի կապերի ստեղծման համար։ Այսինքն, եթե վերցնում ես երկու ատոմ, որպեսզի ինքը նյութ դառնա, մոլեկուլ դառնա, պետք է իրար հետ ինչ-որ ձևի կարես։ Փազլների հավաքման ինչ-որ մեթոդներ ենք մշակում, այսպես ասած։ Այսինքն, մենք ոնց որ օրինակ փայտագործը ունի չաքուջ, սղոց եւ այլ մեղ եւ այլն, չէ՞, տենց գործիքներ ունի, որ ինքը այդ փայտից կարում է հավաքի աթոռ։ Մենք ցանկացած իր փայտից պատրաստվող, մենք էլ նույնպես մշակում ենք մեթոդներ, որպեսզի կարողանանք ստանանք մեր ուզած կառուցվածքի մոլեկուլները։ Այսինքն մեր հիմնական թիմի աշխատանքի այս պահի ուղղվածությունը նոր մեթոդների ստեղծումն է, նոր գործիքակազմի ստեղծումն է, որը հնարավորություն կտա նկարած բանաձևը իրականացնել փորձանոթի մեջ։ Այսինքն դուք ասում եք գիտնականներին կամ տեղագործական օրինակ ընկերություններին, որոնք հետաքրքրված են, եթե դուք ուզում եք այսինչ հատկանիշներով այսպիսի կառուցվածքով նյութ ստանալ, ապա իրականացրեք այս պայմաններում, չգիտեմ, խառնեք այսինչ նյութերը եւ կստանեք, ցույց եք տալիս ճանապարհը։ Դե մոտավորապես, դա իրականում մոլեկուլի կառուցման գործընթացը կարող է 10-ից մինչև 100 փուլանի լինի, որի արդյունքում ոնց որ քարից կերտես արձան, չէ՞, ինչ ես դու մի հատ հարվածով չես կերտում կա, բազմաթիվ հարվածներով, աշխատանքով կերտում ես արձանը։ Նույն ձևել մոլեկուլի ստեղծումն է, վերցնում ես տարբեր հատվածներ, միավորում ես, ինչ որ մի բան դուրս է գալիս, բայց պետք է այն մեր կարևոր նպատակը նա է ստեղծել այնպիսի մեթոդներ, որ այդ երկու տարբեր հատվածները ճիշտ իրար հետ միավորվեն։ Այն հենց կարևոր գաղափարը դա է։ Ճիշտ ուղղությամբ բան անեն, ձևավորվեն, մոլեկուլները լինեն այն ձևաչափով, օրինակ ես ուզում եմ սենց ձեռ ստեղծեմ, մոլեկուլ, որ սենց կառուցվածք ունի, այլ ոչ թե սենց, կարողանամ ստեղծեմ այսենց մոլեկուլ։ Այդ է շատ կարևոր հիմիկվա գիտության մեջ։ Ասացիք, որ սկզբում չէիք ուզում դասախոսել, դուք ուզում եք լինել այն մարդը, որը փորձեր է իրականացնում, բայց ի վերջո որոշեցիք, որ պիտի դասախոսեք, այդ դասավանդելու որոշումը երբ կարիերային ինչ փուլում կայացրիք։ Իրականում հենց 10 թվից առաջին գործընթացը դպրոց մտնելն էր։ Քվանտ վարժարան գնացի, ինձ հրավիրեցին այնտեղ աշխատելու, ես իրականում այնտեղ շատ հմտություններ ձեռք բերեցի, որովհետև ճիշտ է, իմ ծնողներս մանկավարժներ էին, բայց կարող եմ սերմանել էին տիրույթից, բայց այդ 5 տարվա աշխատանքը քվանտ վարժարանում շատ մեծ հմտությունների մոտ ձևավորեց, որովհետև տարբեր տարիքային
այսպես ասած աշակերտների հետ աշխատելը շատ մեծ հմտություններ է տալիս։ Ամեն մեկի հետ ինչ լեզվով խոսել։ Որովհետև ամեն մի իրականում դա քեզ sense ամբողջի, որ բոլորը նույնն են, հավասար են։ Ամեն մի աշակերտ ուներ իր հոգեբանությունը եւ ամեն մեկի համար պետք է գտնեիր բանալի, որպեսզի կարողանայր այդ գիտելիքը, որը պահանջվում էր չափորոշչային, մատուցեիր իրան։ Պետք է հասկանայր ինչ ձևի մոտենար եւ այլն։ Եվ այդտեղ այդ 5 տարիների ընթացքում շատ մեծ փորձ ձեռք բերեցի, ինչպես ես հասկացա, երբ որ դու բացատրում ես դիմացինին ինչ որ մի բան, դու շատ ավելի լավ ես սկսում հասկանալ այդ երևույթը։ Այսինքն ուրիշ տեսանկյունից ես նայում լրիվ, եւ այդ ընթացքում իրականում իմ մոտ մանկավարժական այդ հմտությունները ձեռք բերվեցին։ Հետո տարբեր տեսակի կրթական ծրագրերում մասնակցել եմ, օրինակ IP հիմնադրամի Արարատյան բակալավրիատի քննական ձևաչափերի մշակման եւ իրականացմանը, որը էլի այլ ոլորտի հետաքրքիր հմտություններ ձեռք բերվեց, մասնակցել եմ հանրակրթության պետական չափորոշչի քիմիայի ծրագրի գրմանը, որտեվ այն ժամանակ ես հենց այդ խմբի ղեկավարն էի, ինչպես նաև տարբեր դպրոցների կրթական ծրագրերի մշակումներին, օրինակ Գազպրոմ Արմենիա դպրոցի, ուսումնասպորտային դպրոցի ծրագրերին կամ Երևանի պետհամալսարանից թեմ դպրոցի ստեղծման գործընթացին, այսինքն այդ հմտությունները, որոնք ես այնտեղ կուտակեցի, կարողացա ներդնել հանրակրթությունում ավելի բարձր մակարդակի իրականացնելու համար։ Ինչպես նաև համալսարանի իմ ուսանողների հետ մի քիչ այլ է միջավայրը, ավելի, քանի որ մասնավորապես ավելի երիտասարդ լինելով ավելի հավասար ոնց որ կարգավիճակում ես ուսանողների հետ, ու այն ժամանակ դասավանդման ընթացքում այնտեղ լրիվ ուրիշ միջավայր է ուսանողների հետ շփվելու, որտեղ ավելի հասուն մարդկանց հետ ունես, ճիշտ է, էլի հոգեբանական այդ բաղադրիչները կան, բայց մի քիչ այլ որակավորում է ստանում այդտեղ։ Իսկ ուսանողների մոտ նկատում եք հետաքրքրություն հետազոտությունների հանդեպ, ասացիք, որ ձեր թիմը, որը հիմա ղեկավարում եք, այնտեղ կան նաև ձեր ուսանողներից, ուզում են, գալիս են, փորձային մասնակցում են, հետաքրքրված են գիտությամբ զբաղվելով։ Ասեմ, հիմնականում քիմիայի ֆակուլտետ ընդունվող ուսանողների շատերը հենց առաջի կուրսից գիտության մեջ են։ Պահանջարկը այնքան շատ է տարբեր գիտական եւ արտադրական համակարգերում, որ մեր մոտ ուսանողները հենց ընդունվում են քիմիայի ֆակուլտետ, միանգամից ինչ որ հիմնարկից, խմբից հրավեր են ստանում, որպեսզի գնան իրաց մոտ աշխատեն։ Այսինքն իրականում ուսանողները քիմիայի ոլորտի մասին եմ ասում, շատ հետաքրքրված են գիտությամբ։ Նույնիսկ դեպքեր կան, որ ուսանողը ավարտելով ասպիրանտուրան եւ այլն ավելի նախընտրում է զբաղվել գիտությամբ, քան թե դասավանդման գործընթացով։ Տարբեր պատճառներ կան, բայց հիմնականում ավելի գրավում է գիտությունը ուսանողներին։ Դուք նաև ֆակուլտետի, քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալն եք, այսինքն կրթության գործընթացի կառավարմանն եք մասնակցում։ Հետաքրքիր է կրթական գործընթացում, դասընթացներում ինչ խնդիրներ, մարտահրավերներ եք նկատում, որոնց ուղղությամբ աշխատանք տանելը կօգնի որակապես ավելի լավ ուսանողներ ունենալ կամ ուսանողներին ավելի շատ մոտիվացնել եւ սովորելու եւ գիտությամբ զբաղվելու առումով։ Առաջի կարևոր գաղափարը արդեն բուհերում դա որակյալ դիմորդներ ունենալն է։ Այսինքն միշտ էլ պետք է արմատներից սկսել։ Այսինքն թիրախային պետք է լինի դիմորդները լինեն որակյալ, որպեսզի բուհում ուսանողը արդեն ուսանի եւ համապատասխան որակյալ մասնակից դառնա։ Առաջի կարևոր գաղափարը դա է եւ մենք ֆակուլտետում հենց իրականացնում ենք տարբեր տեսակի հանրայնացման մեթոդներ, աշակերտներ գալիս են տարբեր դպրոցներից, մեր մոտ շրջայցերի, փորձերի, նախագծային աշխատանքներ իրականացնելու, հիմա գիտեք, հանրակրթության պետական չափորոշիչում պարտադիր բաղադրիչ է նախագծային աշխատանքները, որին մասնակից ենք նաև լինում ենք մեր ֆակուլտետում։ Այդ տարբերակներով
ինչպես նաև կրթական ծրագրերում ուսանողի համար տարբեր հնարավորություններ ենք տալիս կրթական ծրագրերի առարկաների տեսանկյունից հրավիրում ենք տարբեր առաջատար մասնագետների, ակտիվ գիտնականների, որպեսզի դասավանդեն կրթական ծրագրերում փորձում ենք ներգրավել ֆինանսական այլ միջոցներ կրթաթոշակների համար, որը խրախուսում է ուսանողին, որպեսզի ավելի որակյալ լինի։ Իրականում դասավանդման տեսանկյունից այս քանի տարիներին համալսարանում շատ բուռն մեթոդաբանություններ են փոխվում, ինչպես գնահատման տեսանկյունից, այնպես էլ նաև նյութերի եւ ռեսուրսների կառավարման տեսանկյունից։ Հիմա մենք համալսարանով գնում ենք միջազգային հավատարմագրման գործընթացներին, այսինքն բոլոր կրթական ծրագրերը մինչև 30 թվի վերջ պետք է հավատարմագրված լինեն եւ արդեն ունենք փորձ ֆարմացիայի ինստիտուտում, կենսաբանության ֆակուլտետում, որտեղ իրանց կրթական որոշ ծրագրեր հավատարմագրվել են միջազգային կառույցների կողմից, որը հնարավորություն է տալիս նաև ներգրավել միջազգային ուսանողների։ Դասընթացների տեսանկյունից մեր մոտ հիմա բարելավում է 21 թվից բարելավում են բոլոր ուսումնական լաբորատորիաները եւ մեկ ուսանող, մեկ փորձանող գաղափարն է գնում արդեն շրջանառվում, որ ուսանողը պետք է ինքնուրույն հետհմտությունները ձեռք բերի, ռեսուրսները պետք է լինեն համապատասխան ծավալի, որ անմեկը անհատապես անի այդ գործը։ Առաջ, օրինակ, ես սովորել եմ այն տարիներին, երբ որ սակավ էր ամեն ինչ։ Մութը, այո, 97 թվից 2001 թվի այդ անցման շրջաններ, երբ որ լույս չկար Հայաստանում, շատ նեղ էր ռեսուրսները, քիմիական ռեսուրսներ, նյութեր շատ քիչ էին, դրա համար աշխատում էին մի տեղ գոնե փորձ դնել, որ խումբը ամբողջությամբ տեսնի ոնց են արվում։ Իսկ հիմա մենք գնում ենք դեպի նրան, որ ամեն մի ուսանող անի իր անհատական փորձը եւ այդ հմտությունը ձեռք բերի։ Ինչպես նաև գնահատման տեսանկյունից էլի փոփոխություններ ենք մտցրել, ամեն առարկա ունի տարբեր բազմաբաղադրիչ է գնահատումը, ոչ թե, ասենք, լեկցիան մի կարդաց դասախոսը տարվա վերջին գնում է գնահատական է ստանում, այլ ինքը ընթացիկ որոշակի գործառույթներ ունի, ինքնուրույն աշխատանքներ ունի, ընթացիկ գնահատումներ ունի եւ այլ բաղադրիչներ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողին միշտ ակտիվ պահել ուսման ժամանակ, որովհետեւ ուսանողին միջև չասես քննությունը այս օրն է, ուսանողը չի սորում, չէ՞, տենց անեկդոտ կա, չէ՞։ Բոլորս էլ արել ենք։ Այո, ասում չինարեն գիտես, ասում ախի վաղնա քննությունը։ Բոլորս էլ ուսանող ժամանակ այդպես ենք արել, այո։ Ձեր գիտական խումբը ասացիք, որ ընդլայնելու մտքեր ունեք, նոր մարդիկ եք ուզում ներգրավել, նոր ուղղություններ եք ավելացնելու, եղած ուղղություններն եք ավելի զարգացնելու։ Իրականում նոր ուղղությունը դեռ այդ ասիմետրիկ կատալիզի գիտական խմբի գործունեության հլա տեղ ունի իրականացնելու, իրական խումբը պետք է լինի մեծ, որովհետև պրոյեկտները շատ են, մարդկանց ձեռները չի հերիքում։ Բայց հեռանկարային ուղղություններ կան, այս պահի դրությամբ քիմիայում շատ է բուռն զարգանում էլեկտրաքիմիան, օրգանական նյութերի համար, որը շատ կարևոր ուղղություններից մեկն է։ Այդ մոտ ապագայում մտածում եմ եւս մեկ ուղղություն բացել, այ հենց էլեկտրաքիմիայի ուղղությամբ օրգանական մոլեկուլների համար։ Եվ վերջում խոսեցինք ձեր գիտական հետաքրքրություններից, խոհարարությունից, որը հոբի է, բացի նրանից, որ սիրում եք պատրաստել, հետազոտություններ եք անում ունեք, ինչ որ էլի հոբի, որին սիրում եք ժամանակ հատկացնել։ Այո, շատ եմ սիրում նկարել, սկզբից սկսել եմ մատիտով նկարել։ Ճիշտ է, ես բնանկարիչ չեմ կամ արտապատկերող, այտենց հստակ գծերով, բայց սիրում եմ նկարել իմ էմոցիաները, այսինքն ավելի աբստրակտ նկարչության տիրույթի, շատ եմ սիրում նկարել, այս վերջի եւ
3 տարվա ընթացքում անցել եմ արդեն ակրիլային ներկերով նկարելուն կտավի վրա, որը շատ ավելի պատկերավոր է իմ համար այդ հույզերը ներկայացնելու նկարների մեջ։ Իսկ մտքեր ունեք ինչ որ մի օր ցուցահանդես անելու ձեր նկարների, թե ավելի շատ հանգստանալու։ Չէ, իրականում տենց ինչ որ ամբիցիաներ չեն, էլի, դրանք այդ նկարները նկարվում են ոչ թե ինչ որ մեկին ցուցադրելու համար, այլ իմ անձնական էմոցիաները, լարվածությունը կամ հուզմունքները տեղափոխելու համար։ Այսինքն ինքը ավելի շատ հանգստացնող հոգեբանական ինչ որ մի մեթոդ է հույզերը հանգստացնելու համար։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Ես հիշեցնեմ, որ Բուն TV-ի եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն էր եւ իմ հյուրն այսօր Արմեն Գալստյանն էր։